Ասում են Հայաստանում էլ լիքը կան տան կարիք ունեցողներ, այո կան, դրա համար ենք ասում պետք է լինի կարիքի գնահատում ու առաջինը պետք է տուն ստանան նրանք, ովքեր կառավարության պատճառով, աղետների պատճառով զրկվել են տնից։ Արցախցիներին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է զրկել տնից ու պարտավոր է տալ տուն, աշխատանք, սոցիալական երաշխիքներ, տասնամյակներ ապրել, արարել, ստեղծել են, մի օրում հանձնել ես ու մենակ հագի շորերով բռնագաղթել են, պարտավոր եք ապահովել։ Ամեն տարի Հայաստանն Արցախին գումար էր ուղղում, հսկայական, 2 տարի է չեք ուղղում, ուր են գնում այդ փողերը։ Դրանով բոլորին տներ կտայիք։ Դուք հայտարարել եք բնակապահովության ծրագրի մասին ու 30,000 կարիք ունեցողից ընդամենը 800-ն է դիմել հավաստագրի համար, նրանցից էլ ընդամենը 38-ն է ձեռք բերել բնակարան, ուրեմն դա անհաջող ծրագիր է։ Կամ ոնց կարող եք մարդկանց տունը հանձնել ու ասել գնացեք հիփոթեկով տուն առեք։ Արցախցիները մի բան էլ ուշ են ոտքի կանգնել, պետք է եւ բնակարան պահանջեն եւ ով ունի ծրագրեր բիզնես հիմնելուն պահանջեն օգնել, ով գյուղատնտեսությամբ է զբաղվում, անհրաժեշտ ամեն ինչով ապահովեն։ Նիկոլը ինչպես կիրանցի տները հանձնեց ու տվեց բարձր փոխհատուցում, ով ուզում էր, նույնը պետք է անի այս պարագայում։